Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները։ Գրեք կոմենտներում, թե որտեղից եք հետևում մեզ։ Մասնագետները նշում են, որ հիմա նոր աշխատանք գտնելու համար լավագույն ժամանակը չէ, պատճառների եւ իրավիճակի մանրամասները կպատմենք առաջիկայում։ ԱՄՆ իշխանությունները քննարկում են անօրինական ներգաղթյալների հարկային տվյալները այսին փոխանցելու հնարավորությունը։ Թրամփի մաքսատուրքերի շրջանորոշությունը շարունակում է ազդել շուկաների վրա, ինչ ազդեցություն կունենա դա տնտեսության եւ բնակչության վրա։ Շների ու կատուների խնամքի ծախսերը ԱՄՆ-ում կտրուկ աճել են, ինչի հետևանքով տնային կենդանիներ պահելն ավելի դժվար ու թանկ է դարձել։ Իթոն հրդեհի տարածքում ջերմաստիճանի բարձրացման պատճառով նոր լուրջ խնդիրներ է առաջացել, որի մասին կպատմենք մեր կարճ եւ կարևոր լուրերի ամենավերջում։ Այս եւ մյուս թեմաների մասին ավելի մանրամասն կխոսենք թողարկման ընթացքում։ Թրամփի վարչակազմի Դոջի կողմից իրականացվող զանգվածային կրճատումների հետևանքով դաշնային գործակալությունների աշխատակիցները սկսել են ինտենսիվ կերպով նոր աշխատանք որոնել։ Indeed աշխատանքի որոնման կայքի նոր զեկույցի համաձայն Դոջի կողմից թիրախավորված գործակալությունների աշխատակիցների շրջանում աշխատանք գտնելու դիմորդների թիվը 2022 թվականի համեմատ աճել է 75%-ով։ Indeed-ի գլխավոր տնտեսագետը նշում է, որ նախագահական իշխանափոխությունից հետո նման իրավիճակ նախկինում չենք տեսել։ Նշեմ, որ աշխատակիցների ակտիվությունը բարձրացել է նաև 2016 եւ 20 թվականների ընտրություններից հետո, սակայն այս անգամ աճը զգալիորեն ավելի բարձր է։ 2025 թվականին աշխատանք գտնելու փորձերի այս կտրուկ աճը պայմանավորված է նախագահ Թրամփի ղեկավարած զանգվածային կրճատումներով, բացի այդ իրավիճակին զուգահեռ լճանում է գրասենյակային աշխատանքի շուկան։ Մասնագետները նշում են, որ ներկայումս նոր աշխատանք գտնելու համար լավագույն ժամանակը չէ։ Տուժած աշխատակիցները բնակվում են ամբողջ երկրով մեկ, բացի այդ նրանք սովորաբար ավելի բարձր կրթական մակարդակ ունեն, ինչն էլ ավելի է խորացնում մրցակցությունը աշխատաշուկայում։ ԱՄՆ-ում ապրող անօրինական ներգաղթյալները երկար տարիներ հարկեր են վճարել, հույս ունենալով, որ իրենց ազնիվ մոտեցումը կօգնի ներգաղթի բարեփոխումներին եւ քաղաքացիություն ստանալուն։ Միայն 2022 թվականին անօրինական ներգաղթյալները վճարել են մոտ 96 միլիարդ դոլարի հարկ։ ԱՄՆ հարկային ծառայության եւ ներքին անվտանգության նախարարության միջև հնարավոր համաձայնագիրը, որը թույլ կտա այսին օգտագործել գաղտնի հարկային տվյալները անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու համար, լուրջ անհանգստություն է առաջացրել ներգաղթյալների շրջանում։ Մամուլը հաղորդում է, որ համաձայնագիրը դեռ չի վերջնականացվել, սակայն աշխատանքները մոտենում են ավարտին։ Փաստաբանները մտահոգություն ունեն, որ այս քայլը հազարավոր մարդկանց հետ կպահի հարկ վճարելուց։ Տեսլա ընկերության բաժնետոմսերը աճել են 9.5%-ով, ինչն ուշագրավ է, քանի որ ընկերությունը վերջին շրջանում բախվել էր վաճառքի անկման եւ մասկի հանդեպ աճող դժգոհության ալիքին։ Թրամփի կողմից հայտարարված մաքսատուրքերի ռազմավարության շրջանորոշությունն ու անընդհատ փոխվող տեղեկատվությունները շարունակում են խոշոր տատանումներ առաջացնել ֆինանսական շուկաներում։ Երկուշաբթի օրը արժեթղթերի շուկաներում արձանագրվել է ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում ամենաբարձր աճը։ Կապված Bloomberg-ի եւ The Wall Street Journal-ի հաղորդումների հետ, որոնց համաձայն նախագահ Թրամփը հավանաբար հրաժարվել է ավտոմեքենաների, դեղագործական ապրանքների եւ կիսահաղորդիչների լայնածավալ մաքսատուրքերի մտադրությունից։ Ավելի ուշ Թրամփն ակնարկել էր, որ որոշ երկրների համար կարող են որոշակի զիջումներ արվել։ Մենք կարող ենք շատ երկրների հանդեպ զիջումներ անել, բայց միայն փոխադարձ պայմաններով, ասել էր նա, միաժամանակ նշելով, որ առաջիկա օրերին կարող են հայտարարվել նաև նոր մաքսատուրքեր, այդ թվում ավտոմեքենաների, փայտանյութի եւ միկրոչիպերի համար։ Շների ու կատուների խնամքի ծախսերը ԱՄՆ-ում կտրուկ աճել են, ինչի հետևանքով տնային կենդանիներ պահելն ավելի դժվար ու թանկ է դարձել։ Զեկույցի համաձայն ԱՄՆ-ում շան միջին տարեկան ծախսը 2025 թվականին կազմել է 1390-ից մինչև 5295 դոլար, իսկ կատվի համար 830-ից 3495 դոլար։ Համեմատած նախորդ տարվա հետ շների խնամքի ծախսերն աճել են 7%-ով, իսկ կատուներինը 10%։ Հիմնական գործոնները, որոնք ազդում են ծախսերի մեծության վրա, կենդանու տարիքն է, չափը, ցեղատեսակը եւ առողջական խնդիրները։
Իթոն հրդեհի տարածքում ջերմաստիճանի բարձրացման պատճառով նոր խնդիրներ է առաջացել։ Փորձագետները նշում են, որ աղտոտված լողավազանները դարձել են մոծակների բազմացման հիմնական վայրերը։ Սան-Գաբրիելի մոծակների վերահսկման ծառայությունը հայտնաբերել է մոտ 1300 լողավազան, որոնք հրդեհից հետո լցված են կեղտոտ ջրով։ Ծառայությունը արդեն սկսել է քայլեր ձեռնարկել կանխելու համար մոծակների տարածումը և փորձում է սեփականատերերին աջակցություն ցուցաբերել։ Ալթադինայի բնակիչներից մեկի տունը թեև չի այրվել, բայց հրդեհից տուժած հարևան շինության բեկորները լցվել են նրա լողավազանի մեջ։ Նա չի կարող ինքնուրույն մաքրել լողավազանը, քանի դեռ ապահովագրական ընկերությունը չի հաստատել աշխատանքների ծախսերը։ Մեր լողավազանը ամենավատ վիճակում է, քանի որ այն հենց հրդեհի կենտրոնում էր։ Շատերը միայն մի փոքր են տուժել մոխիրի հետևանքով, բայց մեր դեպքում իրավիճակը շատ ավելի ծանր է, ասել է նա, նշելով, որ մինչև բեկորների հեռացումը որևէ մաքրում իմաստ չունի։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք բաց չթողնել մեր հետագա թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար նախապատրաստել էինք այսքանը, կհանդիպենք 2 օրից։ Շնորհակալություն։